Շնորհակալություն վայ մարդները։ Չեք հավատա, բայց եկել եմ ասեմ շնորհավոր, բայց Պուտինի անունից իր փոխարեն, որովհետև բոլոր երկրների ղեկավարները շնորհավորեցին, Պուտինը չշնորհավորեց։ Սա ինչով է բացատրում, արդյոք հայ-ռուսական այս նախընտրական շրջանում առաջացած լարվածությունն է առիթը եւ արդյոք սպասում եք Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին եւ այս կոնտեքստում շատերի կարծիքով չնայած լարվածությանը, բայց Ռուսաստանը եւ անձամբ Պուտինը շատ մեծ լավություն արեց ձեզ, այսպես հակառուսական տրամադրություններ գեներացնելով, որպեսզի ձեր ընտրողները կամ նրանք, որոնք այդքան էլ հակված չեն ձեզ ընտրել, Ռուսաստանի ահից եւ ռուսի լծի տակից դուրս գալու այսպես զայրույթից բորբոքված գնան եւ ձեզ ձայն տան, որ դուրս գան ռուսական լծից, արդյոք մենք ռուսական լծի տակ ենք եւ հիմա դուրս գալու ենք թե ոչ, մեկ էլ մանդատների հետ կապված հիմա եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները դուք ասացիք շատ լավ կլինի բայց երեք Ալեն Սիմոնյանը կարծես համոզում էր որ եկեք նստեք աշխատենք նույնիսկ կարծեմ փոխխոսնակի պաշտոներ խոստանում եւ այլն հիմա պետք է վերցնեն ըստ մանդատները ձեր գնահատմամբ կաշառքով ձեռք բերած մանդատները թե չպետք է վերցնեն եւ եթե չեն վերցնում արդյոք դուք դիմեք Սահմանադրական դատարան որովհետեւ այդպիսի խոսակցություն էլ կար ՍԴ կամ այլ գործընթացների որպեսզի այդ մանդատները հասնեն այլ քաղաքական ուժերի օրինակ մյուս 3-րդ, 4-րդ, 5-րդ ուժերին, որոնք այդ մանդատին չեն արժանացել ու մի բան էլ sense էս լարված էս ձեր բաների հետ կապած թվում էր թե այս լարված շրջանը որ անցնի դուք պետք է հանրային համերաշխության գնաք բայց էլ ավելի խիստ ու ագրեսիվ տոնով եք սպառնում բոլորին նստեցնել էլի հրահանգ եք տալիս գործընկերներից ասացին ի վերջո մենք հանրային համերաշխություն ունենալու ենք հասկացանք լրագրողներին սպառնում են ինձ ամեն օր սպառնում են պատգամավորներին սպառնում են քաղաքական գործիչներին սպառնում են հասկացանք Ձեզնի չէ որ ձեզ սպառնում են հենց նամակներս անեմ ցույց տամ Ինչ վերաբերվում է դուք համոզված եմ կամ համոզված չեմ լավ Հանրապետության հրապարակի մեր ամփոփիչ հանրահավաքում եղել եք եւ իմ ելույթը լսել եք կամ եթե չեք եղել կամ եթե չեք լսել լսեք կամ եթե չեք ուզում լսեք հարցրեք ինչ որ այնտեղ ասել եմ այդ հանրային համերաշխությունը այսինքն ընտրություններն ավարտվեցին մոռացանք ինչ ենք ասել ոչ չմոռացանք եւ հանրային համերաշխությունը հնարավոր է միայն այդ երրագլուխին Հայաստանից արմատախիլ անելու ձևով եւ մենք մարդասպան չենք որ տանք սպանենք մենք պետություն ենք եւ ասել են որ պետությունը մնալու է կոկորտներին եւ պետությունը պետք է մնա կոկորտներին Եվ դա տեղի ունենալու։ Ինչ վերաբերվում է իրանց մանդատ վերցնել չվերցնելու հարցին, սկզբունքորեն իրանք մանդատ չունենել, որ վերցնեն։ Ամենացած իրանց որոշման դաշտն է։ Եթե ասում եմ, եթե որոշեն չվերցնեն, գոնե այդքանով ազնիվ կլինեն, որ կունենանք մաքուր լեգիտիմ խորհրդարան։ Դե չէ գալու են իրանց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ։ Ինչի պետք է ազդի։ Խորհրդանի գործունեության համար անհրաժեշտ է մի բան, քվորում, ուրիշ բան անհրաժեշտ չի։ Պուտինի մասով, դե հա ինչ, չի շնորհավորել, հույս ունենանք շնորհավորել։ Շնորհակալ եմ աջակցության համար, եթե աջակցել եք։ Հաջորդ հարցը ազատություն։ Պարոն վարչապետ, նախ դուք ասացիք Ռուսաստան այց ըստ պլանի, հայտարարել եք, որ ընտրություններից 2 շաբաթ կամ հունիսի կեսերին արդեն ապրիլին պայմանավորվել եք այդ հանդիպման մասին, սա այս հանդիպումը ուժի մեջ է, թե ոչ, հապկի հետ կապված դուք ասացիք իգիտություն կընդունեք այն հնարավոր սցենարը, որը կարող է այնտեղ որոշվել, ես ուզում եմ ճշտել Հայաստանը շարունակելու է չվճարել այդ անդամավճարները, այսինքն առնվազն այս փուլում իրենք դրա հետ կապված խնդիր ունեն եւ համարում են, որ այդ ընդհանուր բյուջեի նկատմամբ պարտավորությունները Հայաստանը չի կատարում։ Հայաստանը շարունակելու է այս դիրքորոշումը պահել, թե հնարավոր է վերանայեք եւ սկսեք վճարել։ Ուզում եմ հարցնել նաեւ ներքաղաքական կառավարության կազմի հետ կապված, ասացիք մեծ փոփոխություններ ստեյության չեն լինի։ Փոքր փոփոխությունների մասով կարող եք ինչ-որ բաներ հանրայնացնել, օրինակ կառավարության կազմում կարող են լինել, չգիտեմ, ընդդիմախոսներ, ձեր ինչ-որ պաշտոններ զբաղեցնեն կամ անկուսակցականների շարքերը մեծանան, նոր ներգրավումներ լինեն, կարող եք ինչ-որ կոնկրետ բաներ կան, որ այս բանին կարող եք հանրայնացնել։ Ոչ, բայց ես լավ չեմ հասկանում կառավարությունում, կառավարության կազմում
կարող են լինել ընդդիմախոսներ։ Այսինքն կառավարության կազմում չկա քննարկում չկա, որովհետև ինչպես եւ ասել եմ, քաղաքական իրադրությունը ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միայնակ կարող է ձևավորել կառավարություն եւ կձևավորի կառավարություն։ Եթե կլինեն համագործակցության ոչ մի առաջարկից, մենք չենք հրաժարվի, բայց համագործակցությունը նախարար նշանակելը չի, կամ առնվազն միայն նախարար նշանակելը չի, կամ որևէ պաշտոնի նշանակելը չի, բայց որևէ մենք երբեք համագործակցությունից սկզբունքների կիսող ուժերի հետ չենք հրաժարվել, բայց ձևաչափերը այս բան տենց քննարկում գոնե չկա, ես չեմ ուզում խոսել բաների մասին, որը չկա, բայց հիմա եթե կարող է ինչ-որ առաջարկ լինի, այդ ճիշտ ոչ թե առաջարկ, այլ նախագիծ լինի, որ առաջարկվի իրար հետ անել եւ դա հետաքրքրություն առաջացնի, անենք։ Նկատի ունեմ չեմ բացառում ոչ մի բան, բայց չկա նման բանի նախադրյալ այս պահին չկա։ Բայց մենք ընդհանրապես անկախ նրանից կառավարությունը նշանակված չի, համագործակցությունից չենք հրաժարվի։ Ինչ վերաբերվում է այցերի հետ կապված եղել է ըմբռնում, բայց պետք է հրավեր լինի, որ գնամ։ Երբ որ հրավեր կլինի, կգնամ։ Այսինքն չեմ մերժի հրավերը, այդ հաստատ։ Հապկի մասով ոչ չենք պատրաստվում որևէ բան փոխել։ Սա նշանակում է, որ դες չի մտահոգում եք հնարավորություն։ Այո, դա է նշանակում։ Հայաստանի կերասան։ Այո, դա է նշանակում։ Այդպես չի եղել։ Տելեգրամյան կա։ Հա ոչինչ, բայց ինձ չի մտահոգում։ Ամեն դեպքում հայտարարություն այդպես չի եղել։ Բայց ինձ մեկը չի մտահոգում։ Շնորհակալություն հաջորդ հարցը շատ։ Անվարչապետ մի քանի անգամ նշել եք, որ նոր սահմանադրություն ունենալը Հայաստանի ներքին գործն է եւ օրեր առաջ կրկին Բաքվից նման թեզեր հնչեցին։ Այդուհանդերձ այդ գործընթացի ձգձգումը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ խաղաղության վերջնական պայմանագրի այդ ստորագրման վրա կամ սահմանազատման ընթացքի։ Շնորհակալություն։ Սահմանազատման ընթացքի հետ կապված ամբողջ իրավական process-ները ամփոփված են եւ Հայաստանում եւ Ադրբեջանում ունեն պարտադիր իրավական ուժ։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք թրիփ ճանապարհի իրագործման վրա։ Ուրեմն, այսինքն խաղաղության ինստիտուցիոնալացման տարբերակներից մեկը այն է, որ թրիփ ճանապարհը երկաթուղին, ճանապարհը գազամուղ, եթե լինի գազամուղ եւ նավթամուղ։ Այսինքն ես հստակ գիտեմ 3 բան, որ լինելու է. երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր։ Այս 3-ը վստահ եմ, որ լինելու է 100%-ով։ Այն երկուսը ինչի վստահ չեմ, որովհետև ռեսուրսների կենտրոնացման եւ խողովակ մղելու թեմաներ կան, որով պետքա մեր գործընկերները ավելի շատ, քան թե մենք զբաղվենք։ Այս 3-ի իրագործումը դա արդեն խաղաղություն է։ Պատկերացրեք, մենք Ադրբեջանով ենք գնում գալիս, Ադրբեջանը Հայաստանի տարածքով է գնում գալիս, գնացքները անցնում գնում են եւ այլն, դա խաղաղություն է։ Եվ իհարկե մենք շարունակելու ենք աշխատանքը խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ վավերացման ուղղությամբ եւ մյուս հարցերի ուղղությամբ, իմիջայլոց։ Մենք չենք մոռացել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները, մենք չենք մոռացել անհետ կորած մեր եղբայրների հետ կապված խնդիրները, Ադրբեջանն էլ ունի անհետ կորածների հետ կապված խնդիրներ։ Մենք պատկերացնում ենք, որ այս հարցերը համագործակցությամբ պետք է լուծել, որովհետև ադրբեջանցի գտնվելու վայրը անհայտ անձանց իրենք միայնակ չեն կարող առանց մեր աջակցության հայտնաբերել, մենք էլ չենք կարող առանց իրենց աջակցության հայտնաբերել։ Եվ այստեղ համագործակցությունը նաև ոչ միայն խաղաղության ինստիտուցիոնալացման, այլև ընդհանրապես այդ ծանր եւ հակամարտության էջը փակելու շատ կարեւոր մի փուլ է, որտեղ մենք շահագրգռված ենք։ Մենք այդ տպավորությունը երբեմն տպավորությունը թե ասենք գոնե մեր մասով մենք ինչ որ բաներ գիտենք չենք ասում, շատ դժվար է, ժամանակներ են անցել եւ այլն, շատ դժվար է երբեմն, բայց մենք պետք է գնանք լիարժեք համատեղ աշխատանքով այդ բոլոր խնդիրները լուծենք։ Սահմանազատումները պետք է տեղի ունենա։ Էլ չեմ ասում երկկողմ առևտուրը, որը զարգանում է եւ որը նաեւ խաղաղության շատ կարեւոր հենասյուն է։ Եվ ես հույս ունեմ, որ այդ ուղղությունը ոչ թե հույս ունեմ, համոզված եմ, որ այդ ուղղությունը կզարգանա։
Նկատի ունեմ մենք ճկուն պետք է առնենք, այնպես չի որ այ մի հարց կա, ամեն ինչ կախված է մի հարցի հետ։ Իհարկե հնարավորինս լայն ճակատով ինստիտուցիոնալացումը լավ է, եւ մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք։ Շնորհակալություն Արմեն Մուրադյան։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, մեր հարցազրույցների ընթացքում դուք նաև անդրադարձել եք հայկական ապրանքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցմանը։ Այսօր հուսադրող է, որ փաստորեն ունենք տենդենսներ, երբ հայկական արտադրանքը որոշակիորեն արտահանվում է Եվրոպական միության երկրներ, որքանով են դրանք համապատասխանում չափանիշներին եւ արդյոք սա սիմվոլիկ չէ, այլ կարող է լինել շարունակական եւ գնալով ընդլայնվել։ Երկրորդ հարցս վերաբերում է գազի գնի թանկացման հավանականությանը, դա հավանական է համարում թե ոչ, եւ թանկանալու դեպքում ունենք համապատասխան ծրագրեր, միջոցառումներ այլընտրանքի առումով։ Գիտեք, ես կառավարության նիստում այսօր էլ անդրադարձա, որովհետեւ մենք 8 տարի անդադ խոսում ենք ստանդարտների մասին, ապրանքների արտադրության ստանդարտների մասին, եւ այն ընկերությունները, որոնք այս ընթացքում մեր աջակցության ծրագրերից օգտվել են, մեր խորհրդորներին, խնդրանքներին ականջալուր եղել են, իրանք խնդիր չեն ունենալու, որտեղ իսկապես անսահմանափակ շուկաներ կան, բայց մենք դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ի հետ մեր գործերը բան ենք անում, ամփոփում ենք կամ փակում ենք։ Նախ ԵԱՏՄ-ի շուկաներ կան, որոնք մենք նորմալ մուտք մինչև այս պահ չենք ունեցել, ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո, Ղազախստան, Ղրղզստան, հսկայական շուկաները, որտեղ մենք շատ սիմվոլիկ արտահանումներ ենք ունեցել տրանսպորտային սահմանափակումների պատճառով։ Հիմա Ադրբեջանով տրանսպորտային հնարավորությունը բացվել է, եւ սա նոր հնարավորություն է Հայաստան-Ղազախստան երկում առևտրաշրջանառությունը, առևտուրը զարգացնելու, նույնն էլ վերաբերում է Ղրղզստանին։ Եվրամիության ուղղությամբ Թուրքիա Ախալքալակ-Կարս երկաթուղին բացվել է Հայաստանի համար։ Հիմա երկկողմ առևտուրը Թուրքիայի հետ դե յուրե արձանագրվել է, հիշում եք, նախկինում ուրիշ սխեմաներով էր արվում։ Այսինքն սրանք բոլորը հնարավորություններ են։ Ռուսաստանի Դաշնության հետ էլ մենք եղբայրաբար, բարեկամաբար, համբերատար կքննարկենք այնքան առանց վիճաբանությունների մեջ մտնելու, առանց բանի, առանց նյարդի, հանգիստ հանդարտ կխոսանք, կքննարկենք եւ կկարգավորենք այն հարցերը, որոնք պետք է կարգավորվեն։ Գազի գնի թանկացում, մենք այդ պայմանագիր ունենք, պայմանավորվածություններ ունենք, ընդ որում երկարաժամկետ պայմանագիր եւ պայմանավորվածություններ ունենք։ Ես դժվար եմ պատկերացնում այդ պայմանագիրը, կողմը պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի, դա շատ, այսինքն պայմանագրային գործելակերպ չի։ Բայց ամեն դեպքում մենք բնականաբար բոլոր սցենարներն են նայում ենք, որպեսզի միշտ ենք նայել բոլոր սցենարները, որտեղ էլ եմ ասում, այս խոսակցությունները, որ ձեզ համար նորություն են, ինձ համար նորություն չեն։ Ես 8 տարին երկու անգամ այս խոսակցությունների մեջ եմ։ Եվ ԵԱՏՄ-ում են անընդհատ այս խոսակցությունները կապված սահմանափակումների հետ, ֆիտոսանիտարիայի հետ, նույն բանի հետ կապված տեսչական այցերի հետ եւ այլն։ Այսինքն դա ԵԱՏՄ-ի ամենօրյա աշխատանքն է։ Մենք եւ ես ասում եմ, որ ընտրություններից հետո կվերադառնամ աշխատանքի։ Հիմա ԵԱՏՄ-ի աշխատանքներին լիարժեք կներգրավեմ եւ բոլոր հարցերը արդեն երկու ձևաչափերում կքննարկեմ։ Շնորհակալություն Մուզե։ Պարոն Փաշինյան, վերադառնալով